Մենք հաճախ ցանկանում ենք փոխել ինչ-որ բան կյանքում եւ բիզնեսում, սակայն չենք հասկանում թե ինչ։ Դա հիմնականում այն պատճառով է, որ չենք ունենում նպատակներ կամ մեր նպատակները հստակ չեն։ Օրինակ շատերը, երբ որ խոսում ենք նպատակներից, ասում են ցանկանում եմ շատ գումար ունենալ, ցանկանում եմ երջանիկ ապրել եւ նմանատիպ անորոշ կամ գլոբալ նպատակներ։ Սակայն նպատակի հստակությունը շատ կարեւոր է, որովհետեւ նպատակի հստակությունն է, որ մեզ ուղղորդում է կոնկրետ գործողությունների, որը մեզ տալիս է էներգիա եւ լիցքավորում մեր օրը եւ ամբողջ կյանքը կարելի ասել։ Եվ այսպես, եկեք այսօր խոսենք, թե ինչպես պետք է սահմանենք նպատակները անձնական կյանքում եւ բիզնեսում, որպեսզի նրանք մեզ լիցքավորեն էներգիայով եւ մենք չվազենք այս կողմ կամ այն կողմ մոտիվացիա փնտրելու հետևից։ Ես առանձնացրել եմ 3 հիմնական քայլ կյանքում նպատակները սահմանելու համար։ Առաջին քայլը 3 կարևոր հարցերից է բաղկացած։ Ինչ եմ ես ցանկանում, այսինքն ինչ։ Առաջին քայլի իմաստը հենց այն է, որ հասկանանք, թե ինչ արժեք ունի նպատակը մեզ համար եւ ինչ քայլեր պետք է կատարենք դրա համար։ Եվ առաջին հարցը ուրեմն ինչն է։ Ինչ գործողություն կամ ինչ արդյունք ենք մենք ցանկանում գրանցել։ Օրինակ, կան մարդիկ, ովքեր ցանկանում են դուրս գալ աշխատանքից, ստեղծել իրենց համար զբաղվածություն կամ բիզնես եւ գումար աշխատել այդ ճանապարհով։ Նրանք կարող են ասել, որ ես ցանկանում եմ ստեղծել մի ծառայություն, մատուցել ինքնուրույն եւ աշխատել ինքս ինձ մոտ։ Ինչու ես ցանկանում, որ այդ արդյունքը դու ունենաս։ Ցանկանում եմ ինքս ժամանակս տրամադրել եւ կառավարել, չեմ ցանկանում ուրիշների համար պատասխանատվություն կրել, ուզում եմ միայն իմ աշխատանքի համար պատասխանատվություն կրեմ եւ այլն նմանատիպ ուրեմն պատճառներ։ Եվ ինչպես, այսինքն ինչ պետք է կատարես, որպեսզի հասնես այդ արդյունքին։ Այստեղ արդեն կան գործողությունների ցանկ, բացել ԱԴԶ կամ որևէ ՍՊ, հստակ ծառայությունների ցանկ անել, բացել սոցցանցերում ինչ-որ հարթակներ եւ այլն, կամ բրենդ անուն մտածել եւ նմանատիպ անելիքներ, որոնք պետք է կատարվի հենց այս արդյունքին հասնելու համար։ Երկրորդ քայլը արդեն ավելի չափելի եւ հստակ է դարձնում։ Այսինքն մենք պետք է դնենք ես, արդյունքը եւ ժամկետը, վերջնաժամկետը։ Օրինակ, ես աշխատում եմ 1 միլիոն դրամ ինքս ինձ մոտ աշխատելով 2025 թվականի դեկտեմբերին եւ պետք է սա լինի ներկա ժամանակով, որովհետեւ այդպես միտքը, այսինքն մեր ստանում է ավելի լավ իմպուլս եւ պատրաստ է լինում նման արդյունքի հասնելու։ Եվ շատ կարեւոր է երրորդ քայլը, որը արդեն ավելի շատ ոչ թե գործողությունների կամ քայլերի մասին է, այլ կոնկրետ զգացողության, այսինքն ինչ զգացողություն ենք մենք ունենում, երբ որ մտածում ենք այդ նպատակի մասին, որովհետև շատ դեպքերում մենք վերցնում ենք այնպիսի նպատակներ, որոնք ոչ թե մեր ցանկություններն են, ոչ թե մեր կարիքներն են, դրա անհրաժեշտությունը մենք իրոք ունենք, այլ այդպես նորաձև է կամ այդպես ցանկանում են մեր ծնողները կամ այդպես ցանկանում է մեր շրջապատը եւ այլն, այսինքն այստեղ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք ինչ կզգանք, եթե մենք հասնենք այդ նպատակին, եթե ունենանք այդ արդյունքը։ Եվ այստեղ պետք է օրինակ նկարագրենք, որ իմ օրը լցված կլինի էներգիայով, ես կատարեմ այն ինչ որ ցանկանում եմ եւ սիրում եմ եւ դրա դիմաց նույնիսկ ձեռք կբերեմ գումար, երբ որ սահմանվում է արդեն նպատակը եւ այս 3 քայլերով արդեն դուք անցնում եք եւ հասկանում եք, որ գտել եք այն նպատակը, որը իրոք լիցքավորում է ձեզ եւ մոտիվացնում, այս ժամանակ արդեն մնում է միայն պլանավորել եւ հստակ տրոհել փոքրիկ նպատակների եւ դնել վերջնաժամկետ ու քայլել այդ ուղղությամբ։ Եվ հավատացած եղեք, որ մոտիվացիան չի լքի ձեզ ամբողջ ճանապարհի ընթացքում, որովհետև ես օրինակ իմ Facebook-յան այսպես ստատուսում դեռ մի քանի տարի առաջ գրել եմ, որ չկան ծույլ մարդիկ, այլ կան ոչ հստակ նպատակներ։ Այսինքն, եթե քո նպատակը իրականում այն է, ինչ որ քեզ պետք է, դու երբեք չես ծուլանա, դու երբեք մոտիվացիայի կարիք չես ունենա։ Բիզնեսում նպատակների սահմանումը շատ ավելի կարևոր է, որովհետև դրանք նպատակներ են դառնում ամբողջ թիմի աշխատակիցների համար եւ նրանք աշխատում են հենց այդ նպատակներին հասնելու համար։ Երբեմն իհարկե նպատակները, երբ որ դրվում է բիզնեսի առաջ կամ բիզնեսի ղեկավարը, երբ որ իր թիմի հետ դնում է նպատակները,
Մոտավորապես կարող է այսպիսի բնույթ կրել, ավելացնել 20%-ով վաճառքները, ավելացնել եկամուտները, մեծացնել շահույթը եւ նմանատիպ նպատակներ, սակայն այս նպատակները կարող է առաջ կարճաժամկետ տիրույթում լինեն արդյունավետ եւ տան իրենց արդյունքը, սակայն երկարաժամկետ տիրույթում բիզնեսի համար անհրաժեշտ են հաստատ ավելի շատ որակական փոփոխություններ, քան քանակական, որովհետև հնարավոր է 1-2 անգամ ապահովել, քամել վաճառքի բաժնի աշխատակիցների, այսպես ասած արդյունավետության մեծացման արդյունքում կամ մեկ այլ ճանապարհով այդ 20%-ին հասնել, սակայն դրանից հետո հնարավոր է բիզնեսում լինեն շատ այլ խնդիրներ։ Առանձնացրել եմ 4 կարևոր քայլեր, որոնք անհրաժեշտ են բիզնեսի ղեկավարներին իրենց բիզնեսի համար նպատակներ սահմանելու ժամանակ։ Առաջին քայլը նախ պետք է հասկանանք, թե ինչն է խանգարում մեզ մեծացնել ծավալները, այսինքն պետք է հարց տանք, ինչն է խանգարում այսօր մեր բիզնեսին, որպեսզի մենք 3 անգամ կամ 5 անգամ մեծացնենք մեր եկամուտները կամ մեծացնենք մեր վաճառքները, դա կախված բիզնեսի բնույթից արդեն։ Յուրաքանչյուր բիզնեսում կան որոշակի խոչընդոտներ, կան նեղ հատվածներ, bottleneck են ասում, որը խանգարում է բիզնեսին համընթաց առաջ շարժվել։ Եվ երբ որ վերլուծում ես, այսինքն առաջին քայլը հենց այդ վերլուծություն իրականացնելն է եւ դուրս հանելը այն գործողությունները կամ այն խոչընդոտները, որոնք առկա են քո բիզնեսում։ Ասեմ, որ բավականին դժվար են, որովհետեւ հատկապես բիզնեսի ղեկավարի աչքերով դրանք քիչ տեսանելի են, որովհետեւ դու անընդհատ քո բիզնեսի հետ ապրում ես, իսկ երբ որ թիմով հավաքվեք եւ մտքի շտուրմ, ինչպես ասում են, կազմակերպեք, հնարավոր է գտնել այն կետերը, այն նեղ հատվածները, որը ընդլայնելու անհրաժեշտություն ունեն։ Դրանք օրինակ կարող են լինել որևէ տեխնոլոգիական ներմուծությունը, որևէ սարքի ձեռքբերումը, ինչ որ հիմա ձեռքով էին անում, օրինակ արտադրություններում, վաճառքում որևէ, օրինակ, մինչև այդ մարդիկ իրականացնում էին առանց CRM-ի ներդրումը։ Երկրորդ քայլը դա այդ աշխատանքների հենց այդ մտքի շտուրմի եւ այդ աշխատանքների վերհանելն է, եւ երրորդ քայլը գնահատելն է, այսինքն թե ինչ կարժենա այդ ներդրումը կամ ինչ կարժենա այդ գործողությունները կամ գործողությունների շարքը, որ պետք է կատարվի։ Եվ արդյոք նպատակ ունի այդ գործողությունը, այդ ծախսը կատարել այդ արդյունքին հասնելու համար, որովհետև երբեմն այդ խնդիրը վերացնելու համար այնքան մեծ էներգիա ու ծախս է հարկավոր լինելու, որ թվում է թե անիմաստ է։ Դրա համար պետք է ճիշտ հաշվարկել եւ հասկանալ, թե ինչ ներդրում է անհրաժեշտ կատարել, որպեսզի այդ նեղ հատվածները, այսպես ասած, լայնացնել։ Վերջին քայլը իհարկե պլանավորելն է։ Այստեղ արդեն առանց որևէ մտքերի շտուրմի, առանց որևէ նոր գաղափարների, ուղղակի որոշումները պետք է դնել եւ իրականացնել պլանավորում եւ պլանավորման թասքերի վերածել, վերջնաժամկետներ դնել ու վերահսկել այդ աշխատանքների իրականացմանը։ Շատ կարևոր է նաև բիզնեսում բիզնեսի ղեկավարի անձնական նպատակները, որովհետև շատ դեպքերում բիզնեսին ոչ թե առաջ է մղում, հատկապես փոքր բիզնեսներին է վերաբերում, հենց բիզնեսում եղած նպատակներ, այսինքն եկամուտների ավելացում, վաճառքների ավելացում, այլ հենց բիզնեսի ղեկավարի ունեցած նպատակը։ Օրինակ, բիզնեսի ղեկավարը ցանկանում է անձնական որևէ ձեռքբերում կատարել, այդ ձեռքբերման համար նա պատրաստ է անգամ գիշեր ու զօր չարչարվել, աշխատել, էներգիա ծախսել, որպեսզի հասնի այն արդյունքին, որ ինքնը ձեռք բերի այնպիսի մի արդյունք, որ իր համար էներգիայով եւ հոգեպես շատ կարեւոր է։ Ինչ չես կարող ասել, օրինակ բիզնեսում որևէ թվերի մասին, որովհետեւ անընդհատ զբաղվելով բիզնեսի հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ, առանց որևէ հիմնական նպատակի, այսինքն ինքնանպատակ չի կարող լինել այս ցուցանիշների մեծացումը։ Իսկ երբ որ բիզնեսի ղեկավարը ունի հստակ նպատակներ եւ այս ամբողջ գործընթացները նաեւ մեծացումը, խոշորացումը, բարելավումը իրականացնում է հենց այն նպատակով, որ արդյունքում ինքը ստանալու է այնպիսի մի նվեր, այնպիսի մի պարգև, որը իրեն շատ մոտիվացնում է, հավատացած եղեք, սա կարող է շատ անգամ ավելի մեծ արդյունավետություն ունենալ։ Այնպես որ դրեք հստակ նպատակներ, ունեցեք այնպիսի նպատակներ, որոնք կատարելու ժամանակ էներգիայի պակաս չեք ունենա եւ այնպիսի նպատակներով նաեւ ողջևորեք ձեր թիմին, որպեսզի նրանք նույնպես տեսնեն այդ արդյունքները եւ ողջևորվեն եւ ձեր բիզնեսը եւ նաեւ ձեր կյանքը
կլինի հետաքրքիր եւ հագեցած։ Հետևեք Level Up վիդեոշարքին եւ բաց մի թողեք ձեր կյանքում որևէ ոլորտում level up ապահովելու հնարավորությունը։